Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Զանգվածային խուզարկություններ Լոռու մարզում, ովքեր են թիրախում։ Մայրաքաղաքում խցանումները հասել են կրիտիկական մակարդակի, ինչու է Երևանը պարալիզացվել։ Պայթյուն աղբավայրում, պատահականություն թե անփույթություն, ինչ մանրամասներ են հայտնի։ Գյումրու քաղաքապետը կմնա կալանքի տակ, ինչու չփոխվեց որոշումը։ Բանակցությունների նոր փուլ կհանդիպեն Իրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները։ Երևանի երթևեկությունն այս պահին կաթվածահար է։ Երևանի տարբեր հատվածներում խցանումները հասել են կրիտիկական մակարդակի։ Մեր հետևորդներն ուղարկել են տեսանյութեր, որտեղ հստակ երևում է իրավիճակը։ Դիտենք։ Հատկապես ծանր է վիճակը Իսակովի պողոտայում, մարդիկ ստիպված են ավտոբուսներից իջնել և ճանապարհը շարունակել ոտքով։ Հիշեցնեմ, որ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6:30-ից ասֆալտապատման աշխատանքների պատճառով Արմավիրից Երևան ուղղությամբ ճանապարհահատվածը փակ է։ Սակայն խցանումների պատճառը միայն ճանապարհաշինարարական աշխատանքները չեն։ Վերջին օրերին իրավիճակը բարդացել է նաև եղանակային պայմանների պատճառով։ Հեղեղումների վտանգով պայմանավորված նույնիսկ փրկարար ծառայությունն է անցել ուժեղացված ծառայության։ Հիդրոթերապևտաբանության կայանը հայտնել է, որ գետերում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս նախազգուշացումների ֆոնին արդեն արձանագրվել են կոնկրետ դեպքեր։ Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի մի շարք փողոցներ հայտնվել են ջրի տակ։ Գետառ գետի վարարելու պատճառով ջուրը դուրս է եկել հունից և լցվել բնակիչների բակեր ու հողատարածքներ։ Տեղացիների խոսքով պատճառներից մեկը գետի չմաքրված լինելն է։ Օրերս մեր նկարանող խումբը եղել էր այդ հատվածում, դիտենք Անահիտ Սարգսյանի ռեպորտաժը։ Գետառն է, Երևանի սրտում գտնվող գետը, որի կամրջով ժամանակին անցնում էին Մետաքսի ճանապարհի քարավանները։ Ժամանակի ընթացքում գետը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ Այսօր պատկերը լրիվ այլ է։ Այստեղ վխտում են առնետներ, իսկ գարնանը հատկապես անձրևներից հետո գետառը հաճախ վարարում է։ Մի քանի օր առաջ է գետի ջուրը աղբի հետ լցվել բակեր, նկուղներ ու տներ։ Ոտներներս ջրի մեջ ման էին գալիս, այստեղ վարձով էին ապրում մարդիկ, ամբողջ կահույքը թափեցին, գնացին։ Երեխեն քնած տեղը աչքը բացել էր, աղջիկը տեսել էր ջուրն արդեն իրան է հասնում։ Որտեվ տունը ցածր է, ներքև է իջնում ես, ներքև։ Ամբողջ ջուրը մեջն էր լցվել։ Չենք քնում, ոչ թե վախենում։ Չենք քնում, պահակ ենք կանում։ Այս քարերը վերևից ջուրը քշում բերում է, նայ, տես։ Հեն անայ ջուրը տեսնում ես որտեղ է բարձրացել։ Մտնում են տաշտային, այնտեղ է լցվում։ Վիճակը սա է։ Սևանի փողոցի գետամերձ թաղամասում արդեն 60 տարի բնակվող մի բնակիչ հիշում է, ժամանակին գետը մաքուր և առողջ էր։ Կրիա կար, ծուկ կար, մաքուր ջուր էր։ Մաքուր ջուր։ Մտնում ենք մեջը նորմալ է։ Վարարման հետքերը տեսանելի են ամենուր։ Աղբով փաթաթված ծառեր, վնասված տներ։ Բնակիչներն ասում են, տարիներ շարունակ վիճակը չի փոխվում և շատերը ստիպված հեռանում են այստեղից։ Ավելի քան 30 տարի է գետը պատշաճ չի մաքրվել, պատմում են հարևանները։ Երբեմն իրենք են մաքրում գետից դուրս բերելով տարատեսակ, երբեմն էլ անհասկանալի իրեր։ Պես ժեշտերն է, կրիշի ժեշտը գցել են մեջ, այնտեղ էլ դամբա են կապել, տեսնում ես, այնտեղ դամբ են կապել են,
Նեղվում է, քանի անգամ ադաները ջուր լսե։ Մեր տունն էլ ալսե, հարևանի տունն էլ ալսե։ Մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում են, մաքրման աշխատանքներ իրականացվում են ամեն տարի, եւ այս տարի նախատեսվում է մաքրել ավելի քան 4000 խորանարդ մետր տարածք։ Ներկայումս աշխատանքներ են իրականացնում, մոտավոր 60-70% արդեն իսկ արված աշխատանքների։ Հիմա կոնկրետ իրականացնում են այդ կինո հայրենիքի հատվածում մաքրման աշխատանքները, մեկ էլ Ավանում։ Իսկ ձեր նշված հասցեում մոտավոր իմ կարծիքով, եթե ոչ վաղը, մյուս օրը արդեն մաքրման աշխատանքները կսկսեն։ Բնակիչներն էլ ընդունում են, խնդրի մի մասը իրենցից է կախված։ Աղբը գետում չի հայտնվի, եթե մարդիկ չնետեն։ Մի բնակիչ էլ ես եմ, մի լցնող էլ ժամանակին ես եմ եղել, ասում եմ, անես չի ես ասուգար եմ, բայց արդեն այս քանի տարի է հասկացա, որ եթե ամեն մեկս մեր հերթին տիրություն անենք, ամեն ինչն շատ լավ կլինի։ Քաղաքապետարանից եւս ընդգծում են, հարակից տարածքների բնակիչներն ունեն իրենց պատասխանատվությունը։ Հիմնականում, ասենց ասեմ, հարակից ապրող բնակիչները այդտեղ աղբ են թափում։ Ու տարատեսակ աղբ են թափում, բազմատեսակ աղբ են թափում, ասենք կոշտ կենցաղային իրեր, մատրասներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, փափուկ կահույք, ամեն ինչ գցում են այդ գետերի մեջ։ Բնակիչները վստահ են, եթե գետի հունը խորացվի եւ աղբը հեռացվի, վարարումները կկրճատվեն։ Հոտը ահա որ ամանավանդ ամռանը։ Սրա փոշին է մեր օգուտը, ուտում ենք ամեն օր։ Փոշին, զիբիլը, դες հիմա այն տատար ցեմենտի մեշոկները, սա էս այգու մեջ է լցված։ Շփրդում են վերևից ներքև։ Եթե գարնանը խնդիրը վարարումն է, ապա ամռանը գարշահոտությունը։ Բացի այդ, տարածքում հաճախակի են ջրի անջատումները, հոսանքի տատանումները, իսկ վերջին շրջանում նաև շինարարական փոշին։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրների այս շղթան դեռ լուծում չի ստացել։ Շատ երևանցիներ նույնիսկ չգիտեն Ավանից մինչև Շենգավիթ ձգվող այս գետի մասին։ 2007-ից հետո, երբ փակվեց գետի շնչառությունը, գետառը կարծես թաքուն կյանքով է ապրում, տեսանելի միայն նրա ափերին ապրողների համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքային իշխանությունը ոչ մի բառ չի խոսել մայրաքաղաքում ստեղծված վիճակի մասին։ Փոխարենը ուշադրություն է դարձրել մեկ այլ թեմայի։ Պարզվում է, վերջին 2 շաբաթվա ընթացքում նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ հանրային տրանսպորտից հավաքագրվել է հավելյալ 235 միլիոն դրամ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձանագրել է, որ հանրային տրանսպորտի ուղևարձի հավաքագրման ընթացքը բավականին արդյունավետ է, նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին։ Որքան էլ որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթվա ընթացքում, հարգելի գործընկերներ, ուզում եմ այս թվերը բոլորս միասին արձանագրենք եւ բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը եւ նորից կրկնեմ բոլոր այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաեւ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաեւ կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Իսկ մենք այս պահին ունենք գալի 45 տրոլեյբուսներ, ուր են հասել մեր տրոլեյբուսները, պարոն Էվոյան։ Տրոլեյբուսների վերջնական այս պահին թարմացված ինֆորմացիա չկա, բայց պետք է որ Ռուսաստանի տարածքում լինեն։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանը խոսել է նաև Աջափնյակի մետրոյի մասին, գործընկերներին հիշեցնելով, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է։ Ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք եւ ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ, որը նշանակում է, որ ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Եվ այսուհետ շաբաթական ռեժիմով Տիկին Բաբայան ես ակնկալում
շնորհալելու եմ, որ դուք զեկուցելու եք այն քայլերի մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում մենք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը եւս մի քայլ, երկու քայլ, 3 քայլ, 4 լոնգ առաջ գնա։ Քաղաքապետարանում քննարկվել է նաև Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտնել է, որ աղբավայրի տնօրենի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Իսկ թե ինչ հետևանքով է առաջացել պայթյունը եւ ինչ է կատարվել աղբավայրում, ռեպորտաժում։ Հերթական պայթյունը Նուբարաշենի աղբավայրում, որը հանգեցրեց հրդեհի։ Այս անգամ հետևանքները առավել ծանր են, մարդկային կյանքերին սպառնացող ուղիղ վտանգով։ Աղբավայրի տնօրեն Սարգիս Խաչատրյանը եւ աշխատակից Էդիկ Միսակյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մեկը այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը Երևանի մասնագիտացված բուժհաստատություններից մեկը։ Դեպքի ուժատ անձինք գտնվում են մեր կենտրոնում, ռեանիմացիոն բաժանմունքում։ Վիճակը կայուն է գնահատվում, բայց ծանր։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նույնպես անդրադարձ եղավ տուժածների առողջական վիճակին։ 15% ախտահարում ամաշկի եւ ձեռքերի եւ դեմքի շրջանում կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են այս պահին, կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել պահակակետի հարևանությամբ գտնվող սանհանգույցում, լույսը միացնելու պահին, ինչը ենթադրաբար պայմանավորված է եղել կուտակված գազերի առկայությամբ։ Այսինքն երկար ժամանակ չկարգավորված խնդիրն ի վերջո հանգեցրել է պայթյունի։ Քննչական կոմիտեն հայտնում է, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասով, այն է անվտանգության պահանջներին չհամապատասխանող խմբերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Թեև մեզ չթույլատրեցին նկարահանել շենքը պատճառաբանելով ընթացող փորձաքննությունը, սակայն տարածքը դատարկ էր, սանհանգույցի դուռը կապարակնքված, տվյալ պահին փորձաքննություն չէր իրականացվում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիկին Դանիելյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է տարածվող արտառոց հոտից։ Տնօրենը փորձել է պարզել դրա պատճառը, սակայն հենց այդ քայլն էլ ավարտվել է պայթյունով։ Սանհանգույցում, որտեղից արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել, ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել է եւ պայթյունը տեղի է ունեցել։ Իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպը որակեց բավականին տհաճ, միաժամանակ շարունակելով խոսել աղբավայրի վիճակի բարելավման մասին, ինչով փաստերի ֆոնին հակասական է հնչում։ Սա կարող է լինել նաեւ զոհերով, այսինքն բավականին վտանգավոր միջավայր է եւ պետք է մաքսիմալ համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Ինչ վերաբերում է պատճառներին, ապա դրանք նոր չեն։ Վտանգավոր գազերի կուտակման մասին տևական ժամանակ է խոսվում, սակայն վերահսկողության բացակայության պատճառով ստեղծվել է պայթյունավտանգ միջավայր։ Սանհանգույցի հատվածում կոյողագծի միջոցով բիոգազի, շմոնգազի կուտակումը տեղի ունեցել, որը որ հանդիսացել է այդ պայթյունի առաջացման հետևանքը առաջացել։ Արդյունքում այնինչ կարելի էր կանխել մշտական մոնիթորինգով վերածվել է արտակարգ իրավիճակի։ Ընդամենը 1.5 ամիս առաջ նույն քաղաքապետը հայտարարում էր Նուբարաշենի աղբավայրի վիճակի էական բարելավման մասին, վստահեցնելով, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հրդեհների եւ նման դեպքերի ռիսկը կնվազի։ Այսօրվա պայթյունը ցույց է տալիս, կամ այդ միջոցառումները բավարար չեն եղել, կամ չեն գործել այնպես, ինչպես ներկայացվում էր։ Անահիս Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ժամեր առաջ իրավապահները Գուլագարակ եւ Կուրթան գյուղերում իրականացրել են զանգվածային խուզարկություններ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դրանք կապված են մարդկանց հավաքների մասնակցելուն հարկադրելու հնարավոր դեպքերին։ Կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը նշել է, որ այս պահին ձերբակալված անձինք չկան։ Ավելի վաղ Ազատությունը գրել էր, որ բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գրիգորյանը։ Ի դեպ նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրացուցակում է։
Իսկ մի քանի օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ հաջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում բերման ենթարկված Վաղինակ Ղազարյանին եւ Մայիս Բաղումյանին կանոնավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Ուժեղ Հայաստանը տեղի ունեցածը որակում է քաղաքական հետապնդում։ Խաղաղ ակցիա անող մարդկանց այդ տիպի վերցնել, քաշքշել մարմնական, մեր Վաղինակը մարմնական վնասվածքներ է ստացել ու մարմնական վնաս դուժողին, փաստով, դուժողին տանում են կալանքի, դա աբսուրդի ժանրից է, բայց առիթը կօգտագործեմ ու կասեմ, որ թող իմանան, բազմիցս նշել եմ, որ նմանատիպ փոքրիկ բաներով մեզ չեն վախեցնի, մեր հանրությանը բաց չեն վախեցնի, անցած անգամ էլ կոչ արեցի իրենց խաղաղվել, հանգստանալ եւ հանգստանալ, այս պայքարը հանուն մեր Հայաստանի Հանրապետության պայքարը, այս պայքարը հանուն մեր հայազգի, մեր պետականության ու մեր առհասարակ մեր հայի երեսի ու հայի ուժ մեջքով կանգնելու պայքարը։ Հանրային քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Գյումրու ավականու անդամի պահվածքը։ Խոսքը Սարիկ Մինասյանի մասին է, որը 3 սոցիալական ցանցում հայհոյախառն գրառումներ էր արել, ապա ներողություն խնդրել իր արտահայտությունների համար։ Ինչպես եւ ինչ պատճառով է Սարիկ Մինասյանն իր էջում հայհոյախառն մեկնաբանություններ գրել, ինչպես է նա արդարացրել իր վարքը, ռեպորտաժում։ Գյումրի ավականու անդամ ԿՊ-ական Սարիկ Մինասյանը ներողություն է խնդրել սոցիալական էջերում հայհոյախառն մեկնաբանություններ գրելու համար։ Վիրավորվել է Մինասյանի արժանապատվությունը, երբ քաղաքացիները մեկնաբանություններում ԿՊ-ին անվանել են դավաճան։ Պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Հայհոյանք, անձնական վիրավորանք եւ անգամ հեռախոսը համար պահանջելու փորձ։ Ով ինձ գրել է ու իմ ընկերներին, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի։ Համարդ գրի հլը այրասի, համարդ գրի կասեմ, բայց իմացի ես։ Այնուհետև Մինասյանը իր գրառմամբ փորձում է իրավիճակը ներկայացնել որպես ֆեյքերի գրոհ եւ սեփական վարքագիծը բացատրել հայելային պատասխանով։ Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը, ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով, որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Այս մեկնաբանությունում Մինասյանի ընտանիքին առնչվող որևէ միտք կա, իսկ այս մեկում փորձեցինք հասկանալ, որտեղ են այն վիրավորանքները, որոնք ըստ Մինասյանի ուղղված էին իր ընտանիքին։ Մեր զանգերը մնացին անպատասխան։ Գյումրու ավականու անդամ Կարեն Սիմոնյանն անընդունելի է համարում նմանօրինակ վարքը։ Սպառնալիք դու հայոյանքը դատապարտելի է, անձերք երբերից չեմ մեկնաբանել, չեմ ուզում մեկնաբանել, իսկ նման վարքագիծը դատապարտելի է։ Ատելության խոսքի ու սպառնալիքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է տուգանքից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի մասին նման մեկնաբանության համար 5 երեխաների մորը գիշերով ձերբակալել էին, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից ասում են, Սարիկ Մինասյանի նկատմամբ չկա քրեական վարույթ, դրա համար անհրաժեշտ է հանցագործության մասին հաղորդում ստանալ, ինչը չեն ստացել։ Կգան ասում մենք պարտավոր չենք։ Ոստիկանությունը պարտավոր է, երբ որ ընդդիմադիր գործիչների հետ կապված է, չէ, հարց է առաջանում։ Մենք բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք, երբ որ ոստիկանության աշխատողների հաղորդման հիման վրա, օպերատիվ աշխատանքի հիման վրա, ֆեյսբուքյան, չգիտեմ, սոցցանցերի ուսումնասիրության հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Իսկ այստեղ կգան բարձր չէ, որ մենք գործ ունենք տարբերակված խտրական արդարադատության հետ։ Ավելի ուշ Սարիկ Մինասյանն իր հայոյախառն մեկնաբանությունները հեռացրել էր, սակայն այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել։ Ընդ որում, առաջին դեպքը չէ, որ Սարիկ Մինասյանը հայտնվում է նմանատիպ սկանդալի կենտրոնում։ Անցած տարի գարնանը Պաշտոնյան ուղիղ եթերում քաղաքացուն այսպես ասած ռազմորկայի էր կանչել այն բանից հետո, երբ վերջինս հիշեցրել էր, որ Սարիկ Մինասյանը նախկինում ՀՀԿ-ական է եղել։
կուսակցական պատկանելիության, ասում է ՀԿ-ը տեղափոխվել է ԿՊ-ի մեջ ու այն էլ զբաղեցնում է առաջին համարը, արդյոք նման պատահապաշտություն նշանակում է, որ հաջորդ ընտրություններին մեկ այլ կուսակցական ցուցակով կարող եք մասնակցել ընտրություններին։ Տվյալ անձին հրավիրում եմ անձամբ իմ հետ հանդիպելու, ես իրեն կոնկրետ կպատասխանեմ։ Մեկ այլ դրվագում պաշտոնյան կրկին մեկնաբանություններում պատասխանել էր, մեկնաբանություն գրած կնոջը վիրավորել էր նրան, ապա պահանջել վերջինիս եղբոր կամ ամուսնու հեռախոսը համարը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։ Վերջինիս շահերի պաշտպանները դատարանի միջնորդություն էին ներկայացրել քննել խափանման միջոցի հարցը եւ փոխել այն։ Մեր միջնորդության հիմնական հիմքը ոչ թե նրա առողջական վիճակն էր, այլ դատավարական առաջընթացը, այսինքն որ վկաների բավականին մաս արդեն հարցաքննվել են եւ եթե դատարանը պարոն Ղուկասյանին կալանքի տակ էր պահում սկզբից այն հիմնավորմամբ, որ պետք է հարցաքննվեն վկաներ, ապա դրանց որոշակի մասի հարցաքննությունը արդեն իսկ այդ մտավախությունը որոշակի առումով նվազեցնում է։ Հետաբար նաեւ որոշակի առումով պետք է նվազեցվի խափանման միջոցը։ Սա էր մեր միջնորդության հիմքում։ Եվ մենք հիմա էլ այն կարծիքին ենք, որ ոչ, պետք է պարոն Ղուկասյանը դատավարական առաջընթացից զուգահեռ նաև նվազեցվի խափանման միջոցի միջամտության ինտենսիվության աստիճան, այսինքն կալանքը փոխարինվի գոնե տնային կալանքով։ Բայց դատարանը այսօր այլ որոշում կայացրեց, որի բողոքարկման կամ չբողոքարկման հետ կապված մեր տեսակետը որոշման արդեն փաստաթղթային տեսքին ծանոթանալուց հետո կներկայացնի։ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչ գործարք է առաջարկել Բաքվին, որի մասին առաջին անգամ խոսել է դեռ 2024 թվականին։ Առաջարկը ըստ նրա հետևյալն է՝ փակել հակամարտության էջը եւ ինչպես ինքն է ձևակերպում, հանգիստ թողնել միմյանց։ Որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար բազային սկզբունքը Ալմատայի հռչակագիրն է, որն իր հերթին նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ, այսինքն այսօրվա Հայաստանի եւ այսօրվա Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Փաստորեն առաջարկվում է մի մոդել, որտեղ կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանազատում են սահմանները եւ հրաժարվում պատմական, իրավական եւ քաղաքական վեճերի շարունակությունից։ Բայց հետաքրքիրը նաեւ, որ մինչ Փաշինյանը խոսում է հակամարտության էջը փակելու մասին, Իլհամ Ալիևը այն ներկայացնում է արդեն փակված, ընդ որում իր նախաձեռնությամբ եւ իր պայմաններով։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Ադրբեջանն իրականացնում է եզակի եւ լայնածավալ վերականգնման ծրագիր ազատագրված տարածքներում, ավելի քան 80,000 մարդ է վերադարձել։ Այս ֆոնին Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա փակ սահմանների մասին։ Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը չբացելու պատճառներին։ Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք։ Դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության։ Հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույն է գործընթացը չավարտվեց։ Ադրբեջանն իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետև մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեռ որոշում չունի մասնակցելու է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ։ Նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ճեպազրույցում նշել է, որ այս պահին նման բանակցությունների կոնկրետ ծրագիր չկա։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները բավարար լրջություն չի ցուցաբերում դիվանագիտական գործընթացը շարունակելու հարցում, իսկ Թեհրանը իր պահանջները հստակ ձևակերպել է եւ դրանցից հետ չի կանգնելու։
Այս ֆոնին ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորությամբ ուղևորվել է Պակիստան Իրանի հետ հնարավոր բանակցությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատվիրակության կազմում են նաև նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ խորհրդական Ջարեդ Քուշները։ Թրամփը նաև ակնարկել է, որ կարող է հանդիպել Իրանի ղեկավարության հետ, եթե նման հնարավորություն լինի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։